Բարի երեկո ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, շնորհակալություն այս ժամին միանալու համար, ովքեր դեռ գրանցված չեն մեր YouTube-յան ալիքում, խնդրեմ կարող եք սեղմել զանգակը եւ այսուհետ միշտ իմանալ մեր հեռարձակումների մասին, մենք ամենատարբեր թեմաներ ենք այստեղ քննարկում, քաղաքացու տեսանկյունից այս կամ այն հարցը։ Իհարկե լինում են ռետորական հարցեր, կամ լինում են հարցեր, որոնք ռետորական չեն, բայց դառնում են անպատասխան մնալու դեպքում դառնում են ռետորական մեխանիկորեն։ Ամեն դեպքում փորձում ենք հետաքրքիր զրույց ավալել եւ խնդրեմ մեկնաբանությունների դաշտում նույնպես դրսեւորել փոխադարձ հարգանք։ Դե ինչ, հուսամ լավ եք, այստեղ մի քանի թեմա եմ առանձնացրել, որի մասին որ առաջարկում եմ այսօր մի քիչ զրուցենք, էլի։ Տարբեր են, ընդհանուր թելը նույնն է, բայց տարբեր բանախոսներ են, տարբեր իրավիճակներ են։ Նախ սկսենք նրանից, որ աշխորհս ընկա, որ Civilnet-ում հետեւյալ գրառումն է, խնդրեմ 100-ից ավելի հանրային գործիչ հանդես է եկել հայտարարությամբ ի պաշտպանություն Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի։ Նրանք իրենց վրթովմունքն են հայտնում Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողություններով եւ պահանջում դադարեցնել դրանք։ Հղումը մեկնաբանություններում։ Տեսնենք մեկնաբանություններում ինչ կա։ Հանրային կյանքի տարբեր ոլորտների ավելի քան 100 ներկայացուցիչ, ուրեմն են 60,000-ը, եւ մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ ի պաշտպանություն Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի։ Այս մասին հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ Հայտարարության հեղինակները նշում են, որ մտահոգված են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողություններով եւ պահանջում են դադարեցնել դրանք։ Մեր վրթովմունքն ու անհանգստությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանի դեմ մեկնարկած աննախադեպ եւ անարդար ճնշումների վերաբերյալ։ Ես ձեզ ասեմ, սա իհարկե գուցե աննախադեպ է, բայց ինքը դառնալու է նախադեպային։ Սա ասած միշտ իմացեք։ Սա մարդու իրավունքների, ազատությունների ծանր ոտնահարում է։ Հերթական հարվածն է մեր արդարադատության համակարգին, ասված է հայտարարությունում։ Մի բան հարցնում եմ, էլի, ասենք հենց հիմիկվա դրությամբ հնարավոր է մի 1000 հոգի մեղադրվում են տարբեր իրավիճակներով, մի 1000 քաղաքացի։ Տարբեր իրավիճակներում, տարբեր հանցագործություններում ու կալանքի տակ են։ Դուք նրանց, ասենք, արդարացնում եք նույնպես, թե քանի որ նրանք քաղաքականությամբ չեն զբաղվում, ապա թող նրանք կալանքները կրեն։ Հա։ Հայտարարության հեղինակները նաև պնդում են, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների գործունեության խաթարումը բացասաբար է անդրադառնում տնտեսության վրա, նշելով, որ դա վնասում է արտադրական գործընթացներին, հանգեցնում է աշխատատեղերի կորստի եւ հարվածում Հայաստանի ներդրումային հեղինակությանը։ Հանրային կյանքի վառ ներկայացուցիչները տեղյակ են, որ ասենք հենց ներդրումային ծրագրի շրջանակներում է Ծառուկյանը մարդկանց գցել։ Այսինքն հենց դրանով ազդել է, հենց իր գործունեությամբ ազդել է ուղիղ ներդրումային ծրագրին։ Առասարակ գործը հենց այդտեղ է։ Հենց այդտեղ է գործը։ Ոչ թե ասես հետևաբար ազդել է, այսինքն ներդրումային ծրագրին խանգարել է ոչ թե հետևանքը, այլ բուն գործընթացն է։ Տեղյակ եք դուք։ Դա տենց սիրուն բառերը շարադրում եք։ Տնտեսության վրա բացասաբար որ ինչ տնտեսության, պետության տնտեսության։ Այսինքն պետության տնտեսության վրա դրական կազդեր, եթե Ծառուկյանը շարունակեր փողեր լվանալ։ Ճիշտ եմ հասկանում մեր մտավորականներին։ Կյանք է։ Ու տենց տարբեր մարդիկ են ստորագրել այս բանի տակ, քչերին եմ ճանաչում, մի մասին ճանաչում եմ, մեծ մասին չեմ ճանաչում, բայց նրանք համարվում են հանրային կյանքի ներկայացուցիչներ։ Սա խնդալու է։ Եթե սա մեր հանրային կյանքի ներկայացուցիչներն են, ապա հասկանալի է, թե ինչու է մեր հանրային կյանքում, ինչ գործ ունեն մեր հանրային կյանքում այսքան տխուր դեմքերը, ոնց ամեն օր պետքա բացատրես, թե իրականում ինչոց է, որը որտեղ է, որը որից հետո է։ Այսինքն մեր հանրության մի հատ շերտ կա, ովքեր ոչ են հասկանում պետությունը ոնց է աշխատում, առհասարակ։ Դեմ են նրանք այս ամեն ինչին։ Ինչին եք դեմ։ Չէ, գիտեք ոնց։ Ձեր անձնական հարաբերությունները դուք կարող եք սատարել Ծառուկյանին, ասել սատարում ենք քեզ, բալով խերով անփորձանք նստես դուրս գաս եւ այլն։ Բայց չեք կարող դուք գործի շրջանակներում սենց ձևակերպումներ անել։ Չեք կարող։ Որովհետեւ դա նշանակում է, որ դուք տեղեկացված չեք առնվազն կամ հանրային կյանքի ներկայացուցիչ չեք առնվազն։ Սա շատ վատ է։ Այ հանրային կյանքի ներկայացուցիչը մենք ենք, որ մարդկանց փորձում ենք անընդհատ բացատրել, թե ինչ է պետությունը, ինչպես է պետք գործել, ինչքան վատ է փողերի լվացումը անել, ենել այնպես անել, որ պետության անվտանգությանը վնաս տա։ Հասկանում եք։ Իմիջիայլոց ինչ որ սպորտից էլ մի քանի հոգի ներկայացուցիչներ կային։ Ու մեղադրում են մյուս սպորտսմեններին, ովքեր չեն միանում այս վալակուշին։ Իհարկե լավ են անում, որ չեն միանում, ու հարցը նրանում չի, որ Ծառուկյանն է դրա համար եմ ասում լավ են անում։ Ոչ, որովհետև այդ առաջին տպավորությունն է այդպեսին, թե Ծառուկյանը սպորտի համար լիքը բան է արել ախպեր։ Իրականում սպորտը մերցրել է հենց ինքը, դարձնելով սեփական միջոց, դարձնելով սեփականություն։ Հենց սեփականություն, այո, եւ այդտեղ մեծ փողեր լվանալով եւ այլն եւ այլն։ Դուք գնացեք, բան արեք,
մենք էլ տեսնենք ոնց ենք բանանում։ Կներեք, ես նա ձեռքեր մտնամակ կայտ եմ փնտրում չեմ գտնում։ Հենց նրա մասին, թե ինչու պիտի սպորտսմենները ձեն չանեն։ Որովհետև մեր երկրում նոր է սպորտը զարգանում առհասարակ։ Լավ, թողնա այդ ոնց որ չեմ գտնում երևի շատ հեռու եմ գցել։ Ամեն դեպքում Տիգրանը որոշել է խոսի։ Ով ես դու այնպիսի թուլամորթ ես ու ալկոհոլիկ։ Տիգրան, մեզ տրես չես ամաչում։ Երբ որ կանայք են դա գրում, ես դեռ հասկանում եմ։ Իհարկե դոգի կանայք, երբ որ գրում են հասկանում, ասում են լավ, քնիկ են, կավա իրանց ամուսինը տենց ալկաշա եղել, եկել իրան վեշնի տփել է, ու տենց իր ականջին լցրել են իբր գնել է ալկաշա, ու սրանք էլ տենց հիստերիկավարի խոսում են։ Բայց դու անունը Տիգրան է, հաստատ Տիգրանուհի ու Տիգրան ես գրել, էլի։ Խնդիր ունես դու ինչ-որ ինձ հետ։ Ուզում ես ճանաչես ով եմ ես։ Համարդ գրի ճանաչենք իրար։ Ես իմը գրեմ կզանգես։ Ինչ, մայրիկիդ հետ տեսնվել եմ փողը չեմ տվել։ Սրիկա։ Համարդ գրի կճանաչենք իրար։ Շատ մոտիկից, չափազանց մոտիկից։ Արեգնաս Մանուկյանի կալանավորումը հերթական բռնաճնշում է։ Ստացվում է, որ Հայաստանում մենք նորից ունենք կին քաղբանտարկյալ։ Իշխանությունը փորձում է լրացնել ժողովրդին։ Այս մասկի շոուները, անիմաստ կալանավորումները արվում են իպես եւ իդաս մյուս գործիչներին, որ բոլորը լրեն, վախենան կալանավորումներից եւ չխոսեն։ Իսկ գիտեք ինչու։ Որովհետեւ պարակտված եւ վախեցած ժողովրդին հեշտ է կառավարել։ Սա է իրականությունը։ Սիրելի ժողովուրդ, արդյոք դուք համակերպվելու եք այս իրականության հետ։ Արեգնաս Մանուկյանի Այսինքն դուք նկատի ունեք Գոհար, չէ՞, եթե չեմ սխալվում, Գոհար է, պես աղջկան։ Դուք ինչ նկատի ունեք, որ Ծառուկյանին, Արեգնաս Մանուկյանին, Անդրանիկ Թևանյանին երբ որ ձերբակալում են, որ ժողովուրդը վախենա ու խելոք մնա, չէ, ձերբակալում են, որ քո շեֆը Սամվել Կարապետյանը հասկանա, որ հեսա իրանել են տալու պոլին ու իր նման ցանկացած Հայաստանը կեղեքած անձնավորության, Հայաստանը դավաճանած ցանկացած բանի անձնավորության տալու են պոլին եւ այո պոլին։ Հենց եմ ասում, թե ոնց պիտի հասցնեն տեղ։ Հասկացա՞ր, Ազիզ ջան։ Բայց այդ որ խոսում եք պարակտված, դուք չեք պարակտողը։ Դուք չեք։ Վախեցած։ Այսինքն դուք կարծում եք, որ ձեր ռոպագանդան այնքան աշխատել է, որ հեսա 300,000 ադրբեջանցի են գալիս, հեսա բոլորը սոված մեռնելու եք, հեսա որ Ռուսաստանը փակեց, հեսա դուք նայեք, այսինքն այս այնքան եք ասել, որ գիտեք թե մենք վախեցել ենք։ Հիմա էլ դուք մեզ բնորոշում եք որպես վախեցած։ Վախեցածը դու ես, աղջիկ ջան։ Մեկը նայի շեֆերդ ով են ու կջոգես վախեցածնով է։ Բայց քեզ նայի, քո վրա գործ կա հարուցած, իմ վրա չկա հարուցած։ Այդ դու ես վախեցածը։ Ու ձեր թայֆ են։ Այն 195-ից ինչքան մնացիք, 105-ը հելավ 94, այդ 94-ով եք վախեցած։ Հասկանում ես թե չէ։ Նարեկ Կարապետյանը դա վախեցած, որ վախենում է մինչև հիմա կրկնակի փորձականություն անցնի բժշկական ու ցույց տա թե քիչի ծառայել իրականում, որտեղ վախեցել է ադրբեջանցուց, վախեցել է գնա պոստ կանգնի, շարռելա տակը վախից հերնել ասելա դավեր ռադդ կաշի գնա փող աշխատելու արագ դու բարեկի բան չես։ Հասկացա՞ր թե չէ։ Վախեցած է Նարեկ Կարապետյանը դեռ որ ցույց չէր տալիս, որ ինքը ուրիշ պասպորտ էլ ունի։ Ու այս դրա համար էլ Հայաստանից դուրս չի գալու, հենց հիմա վախեցած է ինքը։ Գիտի որ ցանկացած բանի դուրը թակելու է։ Դրա համար էլ ախրանիկներով է ֆրֆռում։ Ու երբ որ հարցնում են թե ես ովքեր են, ինքը դες խառը խշտիկ վախեցած ինչ որ խառը բաներ է խոսում։ Վախեցածը տաշի սամոտ ակալուգացի ժեկի պետը, այսինքն ժեկի պետի ճուտը։ Վախեցածը, ով որ այնքան փող է լվացել երկրում, որ այդ փողերը եթե շարեինք, հիմա Հայաստանի բանակը կլիներ աշխարհի TV եթե մեկը չէ, հաստատ երրակի մեջ կլիներ։ Վախեցածը ինքն է, որ անգամ Ռուսաստանը երբ որ տնտեսական բռնաճնշումների ենթարկեց Հայաստանի Հանրապետությանը, մեկը ինքեկանցին չկարեցավ կերի, որովհետև վախից Կավկասում էր երկու բար չէր կարում կապեր իրար։ Այդ վախեցածը դուք եք, ահաբեկվածը, որովհետև գիտեք որ մյուսը դուք եք ձեր հերթը, այո։ Ու դա հանրային պահանջ է, ու դուք գիտեք թե դա որքանով է հանրային պահանջ։ Շատ լավ գիտեք, որ 21-ի թվերը թեմաները չեն ասնի 18-ին առավել եւս։ Հասկացաք վախեցածներ։ Դուք այո որ օրական մի մուտիլով կամ մի կեղծիկ մի սուտ նետում եք դաշտ։ Դուք որ ցիննիկա բարեք վերաբերվում քաղաքականություն բառին։ Վախեցած չլիներ Արեգնաս Մանուկյան եւս մեկ կին քաղաքական գոր, ի՞նչ կապ ունի կինն ու տղամարդը։ Սեքսիստ եք դուք։ Ինչ եք դուք։ Սեռը կապ ունի։ Դրա համար
բանը պետական պաշտոններում հազիվ 30 տարվա մեջ 3 հատ կին պաշտոնյա հազիվ ենք ունեցել։ Դրա համար էլ Հայաստանի Հանրապետության կանանց 80%-ից ավելին մինչև հիմա տունը նստած։ Այդ նորը է բացվում կյանքը։ Այդ նորը կնոջ ներուժը գնահատվում։ Ու այդ նորեն են ծրագրերը, որոնք որ կարող են աջակցել, որ կանայք ներգրավված լինեն ամենատարբեր ոլորտներում։ Այդ դուք նաև բանակում։ Կամ չասկսանք այդ Արեգնազ Մանուկյանն իրանից այդ ինչ է ներկայացնում, որ վրեժ է լուծում։ Այդ ինչ արի Արեգնազ Մանուկյան մի հատիկ բան ասեք, ինչ արել Արեգնազ Մանուկյանը կյանքով մեկ։ Հանրության 95%-ը չգիտի Արեգնազ Մանուկյանն ով է, բռնեցին նոր իմացան։ Ասեմ 98%, 99%-ը չգիտեր Արեգնազ Մանուկյանն ով է։ Բռնեցին, նոր են մի 3%-ն իմացավ, այն 99%-ը մինչև չգիտի։ Ով է, վերջ հետում բռնեցին ախպեր։ Վրեժ է լուծում, դո լավ է։ Ու ինչ արի որ վրեժ է լուծում, ինչ արի, Արեգնազ Մանուկյանը ինչ արի, մի հատ երկու բան ասեք։ Դες ձևակերպումները, ինչ Կիրիենկոից եկել է փաստաթղթով, օգտագործեք վրեժ բառը, բռնաճնշում բառը, թուրքը դե էդի ակտն օգտագործված է, մի խոսքով, հա, եկել է բանը լավաշը։ Վրեժ են լուծում։ Ումից Արեգնազ Մանուկյանից, բաստե կարա։ Ես լոչ եմ ասում, եթե մի օր պարզվի, որ ինչ որ մեկ Արեգնազ Մանուկյանից վրեժ է լուծում, ես կհիասապ եմ այդ մարդուց։ Այ քեզ բան։ Գժիտալ արա, վրեժ եմ լուծում, կին, ասենք եթե տղամարդ լիներ, չէի խոսելու։ Ասենք օրինակ քիչ ես ասում, տղամարդ գործարարից, ասենք Ծառուկյանին քիչ ես չես բնորոշում։ Չեն ջոգում, ձեր համար տղամարդիկ բոլորը տես անսեր ինչ որ բաներ են, բայց այդ կինը կինն է։ Հա, ես ինչ մայր իշխանության ինչ որ դիվիժենիներ, հա, մատրիարխատի կայֆեր եք անում։ Ցնդել եք դուք արա։ Ինչ կապ, այսինքն եթե լրտես ու կերակրող մայր է։ Բատե կարա։ Ու չգիտեք ոնց։ Իրանց սաստավի վրա սա ազդում է։ Լոչ եմ ասում, կա Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդ մի հատ կռուկ, ում վրա այս խոսքերը ազդում են։ Ազդում են, նրանք կարող են արտասվել։ Վայ, Արեգնազ Մանուկյան, կին Արեգնազ Մանուկյանից վրեժ են լուծում ողջ ապարատով, բանա, պետք է նրան սատարել անպայման, որովհետև նա ինչ, ասենք ինչ։ 5 տարի եղել է ազգային ժողովում, ժողովուրդ ջան, մեկը դեմքը տեսել եք։ Ասենք տեսել եք մի օր Արեգնազ Մանուկյանին, ամբիոնի մոտ, օրենսդրական կարգավորման ինչ-որ նախագիծ ներկայացնելուց։ Մեկ պատգամավոր է, ազգային ժողովը օրենսդիր մարմինն է, պատգամավորները պետք է զբաղվեն օրենսդրական բարեփոխումներով մշտապես, որովհետև օրենսդրական բարեփոխումները իրար մշտական պրոցես են, անդադար դիտարկված։ Որևիցե մեկը տեսել եք Արեգնազ Մանուկյանին ամբիոնի մոտ կայնած օրենսդրական նախագիծ բերացնի։ Մեր երկրում ընդ որում շատ անհրաժեշտ է օրենքների տեմպո փոփոխությունը, որովհետև մենք օրենքներ ունենք, որ 37 տվից կան, չէ 27 տվից կան։ Կան օրենսդրական բացեր, որ այսօրվա դրությամբ դատարաններից ենք դժգոհում, քննիչներից մյուսից, հավատացեք այդտեղ նաև օրենսդրական բացերի խնդիրը կա, որոնք ողոնցուսի կմեկնաբանի, նա շիրաշփոթ է այնտեղ։ Այս մարդիկ նստած է, այդ աղջիկը նստած է եղել իր համար։ Նո 5 տարվա մեջ ոչ չլինի, մի տարի նստած կլինի ազգային ժողովում, էլի, ոնց էլ չլինի։ Չնայած աշխովից չի ինգել։ Չէ, իմ աշխով ընկել այսինքն, բայց ձեր աշխով դժվար են կասում։ Վրեժ ան լուծում։ Ուրեմն մի ամբողջ Արտուր Խաչատրյանը հետ Արեգնազ Մանուկյանը մեջ։ Լավն է։ Արեգնազ Մանուկյանից վրեժ են լուծում։ Այ։ Լավ, քանի որ խոսում ենք, առհասարակ, նայեք, կապ չունի հանցագործություն անող եք իր հատի տղամարդ։ Հանցագործությունը չի կարելի անել։ Եթե ինչ որ մեկը դա արել է, պատասխանատվություն պիտի կրի։ Հասկանում եք։ Օրինակ, օրենքի մեջ գրած չի, որ այս գաղտնի տեղեկությունը, եթե հաղորդողը տղամարդ է, իրան բռնել ու փակել։ Բայց եթե կին է, հանկարծ մատով չկպնեք։ Թողեք շարունակի աշխատելը, առհասարակ լավ կլինի ընտրություններին մասնակցի ձեն հավաքի, որպեսզի հաջորդ ազգային ժողովին փակ ու գաղտնի քննարկումներում էլի կարա կարողանա ինֆորմացիաներ հավաքի, վաճառի, որովհետև կերակրող մայր է։ Հայրերը ջանդամ։ Mən ես մուսնեք։ Լավ են արեմ ես կպելա, մեզ կողոպտելա առաջ։ Կակ Ծառուկյանը։ Ասա ինչ ես ունեցել, այ չմո, որ մի բան էլ քեզնից գողանան։ Ոչինչ էսա Թուրքիա ինքը բերի կտեսնեք։ Ինչա մտածում, ինչա տալիս ոնց է։ Ու այդ ամեն ինչը բանը եվրոպացիները նստած զմայրվում են, տիպը բրավո, բրավո, միսիե Փաշինյան, բրավո։
Դե կաչեն տիկին ասել ժողովրդավարության քիչ էր մնում ասել բան։ Սա Իրանի բան, մորաբա։ Հիմա չգիտեմ սույն տիկինովա, կողքին են գիտեմ, որ այ կողքինը բելավախ Ես ու տիկինը չգիտեմ ով է։ Բայց քանի որ եկել հասել այս հաղորդմանը Արցախի դրոշի ներքո խոսումը, ասեմ հետեւյալը, նախ ռուսները կարող է ձեզ տեսնել ու ասեն բրավո, բրավո, բայց իմիջիայլոց ասեն բրավոն ինքը ռուսերեն բառ չի։ Բայց մերմինը իրանք իրենց բառը չունեն, ասելու են բրավո։ Հասկանում եք։ Օրինակ մենք այդտեղ մի քիչ ոնց որ թե դասավորվեցինք, բաման ենք կեցը բառը բերեցինք մի քանի դեպքերի համար վերաշարադրեցինք, էլի։ Զոր Ռուսաստանը չունի սեփական բառերը։ Ռուսաց լեզուն առանցրայք ինքը շատ մի քիչ խնդրահարույց լեզու է։ Ու խնդրահարույց չի, լեզու է, կուլտուրա է, բանա, այս կողմիկով, բայց ինքը իր մեջ շատ են օտար բառերը, շատ, չափից դուրս շատ։ Ու այդ բրավոն դարձնել բրավո, դա դեռ չի նշանակում, որ դու parler français, հասկանում ես Ազիզ ջան։ Հիմա ասում է բանա, դե դու ես եղել այդ չմա, որ քեզ թալանել են։ Լսին, Աշուն ջան։ Եթե Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին, որը որ ոչինչ չի ունեցել, համարվել է չմա, դա եղել է քո շատ սիրելի Ծառուկյանի, Քոչարյանի, Սերժի, Մանկլավիկների, այս սաղ մետաստազների, այս ամեն ինչի շնորհիվ, որովհետև քաղաքացին երբ որ աշխատում է, պիտի բան ունենա։ Հասկանում ես։ Բայց քանի որ մարդիկ օր ու գիշեր ու օր աշխատելու բան չեն ունեցել, որովհետև թալանվել է իրանցից։ Բնականաբար կարող են արտահայտվել, որ թալանել է կարա։ Չենք ունեցել, որովհետև թալանել է կարա։ Ասենք ո՞ց կարաս դու տենց արտահայտի որ թալանել են։ Բայց այնքան բան ենք ունեցել, որ այս բայ դրությամբ առնվազն մի 10 միլիարդատեր ունենք մեր երկրում։ Թեկուզ հանցագործ։ Այդքան բան ենք ունեցել։ Բայց սա բոլորինս է եղել։ Այդտեղ էլ Անժելա Թովմասյանը ոչինչ սա թուրքերը կգան։ Արա զգացել եք ինչ տոնով ասում։ Որ ոնց որ ինքը շատ երազի է տորվա մասին։ Ես լուրջ եմ ասում, թուրքերը քանի որ չեն գալու, տեսանք ինֆարկտից են գնալու։ Անկեղծ, սպասեն աշտերը ջուր դառնա, սիրտերը կանգնի, հանկարծ տեսնան չէ, ապրեք, մեծ չի որ դա է մաղթում, բայց դուք հենց համոզվեք, որ թուրքերը տենց էլ չեն գալու, դուք ինֆարկտ եք ստանալու ուտը, որովհետև ձեր երազանքն է դա։ Իմիջիայլոց ի տարբերություն ես վերջինիս Անժելան Թովմասյան գոնե ինչքան երևի 7-8 տարի է նստած թուրքերին է սպասում։ 18 տվին հեղափոխությունը որ լինում էր, չէ, բանին, Քոչանին է որ նոր բռնեցին, սա կենտրոն TV-ում էր։ Դուրսը ծխելով, առանց աչու ծխնելու բռնեցին նախագահին, ուսած հիստերիկացած դուրս եկավ եւ այլևս ոնց որ թե չվերադարձավ։ Ու այդ ժամանակվանից ամեն 3 ամիսը մեկ հեսա նայեք 3 ամսից ոչինչ նամբերեք 2 ամս, հեսա բան չունես մաքսիմում 6 ամիս։ Հեսա 8 տարի անցել է։ Այդ որ մարդկանց ասում եք, արա արդեն 8 տարի է ինչ եք արել, արա 8 տարի է ձեր հեսան են ձգել։ Որովհետև եթե ձեզ լսեինք, հեղափոխությունից 3 ամիս հետո արդեն թուրքը պիտի մտած լիներ, ընդ որում մեր տուն։ Դուք անընդհատ մինչև մեր հետ եք ասում, չէ՞, սա թուրքը կմտնի տունն հետ նույնիսկ իմանա։ Թուրքը ձեր տուն մտել է արդեն, դրա համար է ձեր մոտ այդ սպասումները ձևավորվել։ Հարցը դա չի։ Բայց 8 տարի ասում եք, տեսնում եք չի գալիս, ու դուք ներվայնացած, որովհետև ուրիշ բան շուրջ չեք մտածել, ասում եք, բա ինչ են արել։ Այդ են արել, որ 8 տարի ասում եք։ Ու հələ 800 տարի էլ ասելու եք։ Իհարկե այդ այդքան ապրեք։ Ժողովուրդ, ինչ եք մտածում, Իսրայելին կարելի է վստահել էթները լավ առաբերություններ ունենալ։ Աշոտ ջամոց նայում դու հայատար ունես մոտդ, որովհետև Իսրայել բառը հայերեն ես գրել։ Ու ոնց որ ճիշտ է գրել ես։ Խնդրեմ այդ բառագայում իհարկե կան մարդիկ օրինակ, որ իրաց քեբորդ չունեն հայերեն, կամ դրսում են ապրել մշտապես հայերեն տառերով չեն կարողանում օգտվել։ Բայց քո բառագայում տեսնում եմ տենց չի։ Սկսենք այդտեղից։ Երկրորդ, արի ես այդ հարցին ես քեզ պատասխանեմ, հա։ Հարցը վստահել չվստահելը չի։ Որևէ բառագայում, պետական հարաբերություններում վստահությունը դա լավ բան է եթե կա, եթե չկա ոչինչ, միևնույն է հարաբերությունները դրանով չեն կանգնում։ Առհասարակ այսօրվա դրությամբ մեր պետությունը վարում է բազմաբևեռ քաղաքականություն։ Եթե Հայաստանը շահագրգռված անգամ թուրքերի հետ հարաբերությունները կարգավորի, Իսրայելի հետ նույնպես կարող են կարգավորել։ Բայց այն որ եկեք նրանց հետ, չգիտեմ, բան, ցած առանձնահատուկ եսի ինչեր, այդպես բաները մոռացեք։ Մոռացեք, սա պետություն է։ Սա պետություն է։ Գոյություն ունեն պետական շահեր։ Պետական շահը այսօրվա մասին չի։ Պետական շահը 50 տարի հետոյի մասին է նաև։ Սա եկեք ֆիքսենք տղեր, Աշոտ ջան։ Եկեք ֆիքսենք սա։ Եթե այսօր
Գիտես ինչ, դա իմ ու քո հարաբերությունը չի, որ ասեմ, աշոտ իմ մոտ անտիպաթիա է, չէ, չեմ ուզում իր հետ շփվեմ, կամ դու ասես լավ դե գնել եք բան, ես եմ էլի անդու գյատա չեմ ուզում հետ շփվեմ, ու դες չշփվենք, դա տենց չի։ Աշխարհում ամեն վարկյան տեղի են ունենում իրադարձություններ, պետությունների մակարդակներով, ու գոյություն ունեն խմբեր մասնագիտական, որոնք որ անալիզներ են անում այդ ամեն ինչը, ներկայացնում են ղեկավարողներին խորհրդատուներ ունեն, ովքեր որ ասում են, թե ինչ ավելի ոնց ճիշտ կլինի, ու կառավարվում է պետությունը այդ ձևով, փոխադարձ շահերի հիման վրա։ Կարեն Մնացականյան, Կարեն ջան, մերսի շատ ցանկությունը հայտնելու համար։ Տեսնենք, մենք երևի թե սեպտեմբեր ամսից ամբողջովին, երևի չէ ամենայն հավանականությամբ, ամբողջովին ավելի պրոֆեսիոնալ ձևով քաղաքական դաշտում կլինենք, իհարկե այս եթերները հնարավոր մի փոքր փոխակերպվեն, ու ինչու ոչ մնացածը քաղաքացիները որոշողը կլինեն, ուզեն կլինի, չեն ուզի չեն լինի։ Ես չեմ կողմնորոշում դրա համար ձեր կարծիքը ուզեցի մնամ։ Աշոտ ջան, իմ կարծիքը քեզ ընկալել է, ես հասկանում եմ, որ չես կողմնորոշում, բայց կողմնորոշվելուց առաջ պետք է ուսումնասիրություն անել։ Ես էլ շատ դեպքերում չեմ մտածել այնպես, ոնց որ հիմա եմ մտածում, հասկանում ես, բոլորս ենք փոփոխվում, բայց ինչ որ բաներ կան, որոնք որ պետք է արդեն դնել ու վերջացնել, սա էսպես է, վերջ, անցնենք հաջորդ հարցին, բայց եթե խոսքը ցեղասպանության ճանաչման թեման է, դա անցեք, ճանաչել են, չեն ճանաչել, ինձ գործն է, այդտեղ այլ հարցեր կան իրավիճակներ, երբ որ պետական գործիչը կարող է իր սրտով չլինի այսինչ բանը ասել, բայց ինքը միևնույն է պարտավոր է ասել, որովհետև պետական շահը դա է, որովհետև ինքը պետական գործիչն է։ Հասկանում ես։ Հենց այստեղ է մշտապես ցանկացած ընդդիմություն, մեր ընդդիմությունը դրանք լեմի կողմ, ցանկացած ընդդիմություն մշտապես այստեղ է շահեկան դիրքում լինում։ Երբ որ ինքը այդքան պատասխանատվություն չի կրում իրավիճակի համար, եւ քանի որ պետական գործիչն էլ չի կարող շատ մանրամասնել, նա ինչ որ ասել է այդտեղ, պիտի դա պահի, չէ՞, չնայած կարող է իր սրտորել չի։ Իսկ ընդդիմադիր գործիչը կարողանում է այդտեղ դիվիդենդ հավաքել։ Հենց այստեղ է։ Բայց քանի որ մեր ընդդիմադիր կոչեցյալները ոնց իշխանություն էին դեգեներատ, այդպես էլ որպես ընդդիմություն են դեգեներատ, դրա համար մենք դեռևս քաղաքական խոսույթներ, քաղաքական հարաբերություններ, դիմություն, ընդդիմություն, քաղաքական պայքար չենք տեսել, չեք տեսել։ Իմիջիանոց ասեմ, Վարամը Սարգսյանից երկրորդ դեպքն է նկատում եմ, բավականին սուր է արդեն դարձել, նույն ԿՊ-ի վերաբերյալ, եւ դա ինձ դուր է գալիս, շատերին կարա դուր չգա, բայց ինձ դուր է գալիս։ Ինձ դուր է գալիս հենց դրա համար, որ այո, պետք էր վաղուց դանել, իհարկե ժողովրդավար ուժերը ունեն, ասենք, որոշ իրավիճակներում նրանց շահերը կարող են համընկնել կամ գաղափարները, պատկերացումները, մարտավարությունը կարող է համընկնել։ Եվ այդտեղ հնարավոր է բոլորը շահեն, բայց նրանք տարբեր կուսակցություններ են ու տարբեր նարատիվներ ունեն, հասկանում եք։ Հետևաբար, ինչքան որ հանրապետություն կուսակցությունը գոնե առնվազն հանրապետություն կուսակցությունը պայքարեց ու սատարեց այն գաղափարախոսությունը, որը նաև որոշակիորեն կապել են կրում, բավարար։ Ասել ասե ադուտսեր, թող նստել։ Պիտի լինի քաղաքական դաշտ, դասական քաղաքական դաշտ։ Խնդրեմ թող լինի։ Քաղաքական դասական դաշտում, եթե իշխանություն չես, ընդդիմություն ես, ճիշտ է։ Խնդրեմ։ Եթե ընդդիմություն ես, ուրեմն պետք է նաև սուր լինես, եւ այո, պետք է նկատողություն անես, եւ այո, պիտի պահանջես պատասխան։ Երբեմն կարող է դիտավորել ավելի սուր լինես, որ մաքսիմում սուր լինես, որ մինիմում պատասխանը հնչի, ոչ թե քեզ համար, այլ հանրության համար։ Էսի մաստով նորմալ է։ Իհարկե չեմ ասում Արամ Սարգսյանի բոլոր մոտեցումների հետ համաձայն էի, այս վերջին հարցազրույցներից, բայց ընդհանուր կեցվածքի հետ ես համաձայն էի, ես դուր եկամ։ Ու շատ կուզեի, որ այո, ընդդիմադիրները իրենք պիտի լինեն, ու նմանատիպ քաղաքական ուժերը։ Ու այդ ժամանակ ազգային ժողովում կլինի այն ինչ որ կլինի, եւ մենք էլ արդեն կսկսենք անցնել մեր բուն գործին։ Մենք չենք սկսի անընդհատ մի արդյունքի մեջ լինել, որովհետեւ վստահ կլինենք, որ այնտեղ թե ընդդիմություն, թե իշխանություն ժողովրդինն է, ու ինչ էլ որ անում են, ժողովրդի ու պետության համար են անում։ Ոչ գոհ դու ես մի հարցում էլ հավաքարցիկ չլինենք, ոչ մի խնդիր չկա։ Ասենք առաջ։ Միջանոց Անջելա Թովմասյանին հիշեցնեմ, որ իր եղբայրը Հրայր Թովմասյանը ասում էր, որ Սահմանադրական դատարանը բանա դիմադրության, քաղաքական դիմադրության վերջին բաստիոնն է։ Այսինքն Սահմանադրական դատարանին ինքը դարձրել էր քաղաքական բան, այդպես խումբ, որի մասին ոնց որ չեն խոսում այս բիսեդքում։ Արա գանք էս բանին, էլի Քոչարյանին։ Այո, ում հետ խոսես, ոնց խոսես, շատ էլ տեղին, մարդիկ ասում են, հələ Ծառուկյան, Մարուկյան, չգիտենք, բա Քոչարյանին երբեք բան։ Տեք, նայ, քանի որ Ծառուկյանը Քոչարյանի պեշկեն է, ոնց է շախմատում, մինչև հասնես թագավորին, դու պիտի կռիվ տաս պեշկեքի ֆիգուրների, չէ, հետ, այնտեղ թագուհի անգամ երբեմն հանդիպում, ու պիտի թուլացնես, մաքսիմում թուլացնես։ Այո, այս ամեն ինչի գլխում
երագլուխն է կանգնած, բայց պիտի թույլատրես նախ նրանց հիմքերը։ Ծառուկյանը ամենաամուր պատնեշներից մեկն էր դեպի Քոչարյան գնալու ճանապարհին։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Եվ իհարկե միեդի վճիրն էլ կա, Քոչարյանը շատ լավ գիտակցում է։ Թույլ չտվեցին երկրից գնա։ Ուստի ես կարծում եմ, որ շատ քիչ է մնացել, որ Քոչարյանին ձերբակալեն։ Բայց ես ունեմ պահանջ Արարատից։ Քանի որ դուք արդեն մեզ փիս սովորեցրեցիք, ուրեմն անկախ տարիքից, այն որ նրանք լացում են 70 տարեկան մարդուն պարկացնում եք գետնի բան։ Ուրեմն այսպես, դա անում են, որպեսզի ես մյուս շարժանին չպարկացնեն, էլի։ Ուրեմն այսպես, իրանք ինձ քիչ հայտարարում ով ինչ ասում, սրանք էլ պիտի պարկացրած տանենք։ Սրանք առավել եւս պարկացրած պիտի տանենք։ Նայեք, ուրեմն ես մի հասարակ բան կար, չէի կենտրոնացել, այսօր մեր ընկերներից մեկը, մի քիչ առաջ լավ ընկերների հետ է, ամենատարբեր սֆերաներում շատ լավ աչքի ընկած մարդիկ, կյանքի փորձով, բայց խոսակցությունը որ գնաց, մեր ընկերներից մեկը զենգզինամթերքի ոլորտից էլի, արդյունաբերողներից։ Մեկը ասես դեռ ամեն դեպքում ախպեր, բայց ինքը չէր դիմադրում, ինչի պարկացրին գետնին։ Այդ հարցը ես էլ եմ տվել, ես էլ եմ ասում, հա, այնա միպն էլ ասեց, որ այդտեղ ինչ-որ բան է եղել, էլի, չափերն անցել են մի քիչ, որտեվ մարդը եթե չի դիմադրում, ոնց որ իր հանգիստ կարող են վերցնել։ Ինչ բացատրեց, ասես նայեք տղեր։ Հարցը հələ Ծառուկյան դրանք մի կողմ։ Այո, միպի տեսանկյունից եւ քաղաքացիական իրավունքի տեսանկյունից հնարավոր է դուք ճիշտ եք, բայց այնտեղ գործում է սպեցնազը։ Բանը, ԱԱՑ-ի հատուկ բանը։ Հիմա ցանկացած նմանատիպ խումբ ինքն էլ ունի իր ներքին կանոնադրությունը։ Եթե ունի տվյալ, որ մարդը օրինակ տանը կարող ունենա ապօրինի զենգզինամթերք, ունի ախրանիկներ, այսինքն ցանկացած բայի կարան դիմադրություն ցույց տան ու ինքը ունի հիմնավոր կասկածներ, ապա լյուբոյ պարագայում պարտավոր է պարկասնի փորի։ Որովհետև եթե դա չանի ու հանգած որևիցե մեկը ինել իմանալով այդ ապօրինի զենքը կիրառի այդտեղ ինչ որ մի բան լինի, ասում են, բա չգիտեիք որ կար, բա քիչ բան չարի չկանխեցի։ Այսինքն, օրենքը օրենք, բայց այդ կառույցները նույնպես ունեն ներքին կանոնակարգը։ Եվ այդ մարդիկ, այս իմաստով զինվոր են։ Այնտեղ անալիզ արված, ասված է, մտնում եք, էս է կանում։ Վերջ, հաշվի առնելով այս հանգամանքները։ Վերջ։ Մարդիկ գնացել են, իրենց աշխատանքը արել են ու եկել են, ու արել են նորմալ։ Քոչարյանի պարագայում սա հաստատ պիտի պարկասնենք։ Սա խոցն է, մեր երկրի խոցն է։ Ու տեսեք ինչ ասում։ Այս մարդը դատարանում էլ է նույն բանը կրկնում։ Մինչև հիմի դեռ 19 թվից 18 թվից ասում է, որ ինքը չի հասկանում, թե ինչու է մեղադրվում։ Իրան էշի տեղադրել։ Ինքը հասկանում է ոնց կարելի է դառնալ միլիարդատեր։ Ինքը հասկանում է ոնց կարելի է դուրս գալ Քարոզ Արշավի։ Ինքը ռուսերեն է հասկանում վերջո։ Ինքը հասկանում է, թե հարցը ոնց կարելի է լուծել են հարցը, ոնց կարելի է լուծել։ Բայց արյութը որ չի հասկանում, թե ինչու է մեղադրվում։ Հասկանում եք։ Ուրեմն, ես ընթերցեմ այս հատվածը, հա։ ՀՀ երկրորդ նախագահը նշեց, չի հասկանում, որ գործողության շնորհիվ է անցել իր լիազորությունների շրջանակը։ Այդ ժամանակ գործընթացների մեջ ներգրավվեցին այդ տարիների հասարակական կազմակերպությունները, երկրապահ կամավորականների միությունը ու գոռում էին մանվել։ Զուգահեռաբար երկրապահի շենքում սկսեցին հավաքվել, որ միանան ցուցարարներին։ ԵԿՄ վարչանկեցից ավելին գործող զինվորականներ են եւ այդ զինվորականներն ամբողջ օրը ԵԿՄ-ում են իրենց վարորդներով տեղակայվում։ Հոգառավարից պետությունն է, ինչ չգիտես մնացել երկրապահի մասին։ Այսինքն բանակի ղեկավար կազմի մի մասը ԵԿՄ-ում էր ու որոշում էր կայացնում միանալու մասին։ Այսինքն ռազմական հեղաշրջում էին ուզում անեն։ Եթե այո, ապա գործողություն իրականացնել քաղաքացիների հետ ինչ գործում ես։ Այսինքն դու ասում ես, որ քո բանակը բանակի նման չէ, բան ասում ես մենք այնպեսի գեներալներ ունենք, բան, այս ի՞նչ է, Քոչարյան։ Դու չէիր ասում, մենք ես բանակ էի կառուցել, որ այնտեղից մի հոգի Հանես Նիկոլոսը բանակը քանդվեց։ Դու չէիր ասում։ Հա։ Հիմա 2008-ին քո գնալուց պարզվում է դու բանակ տողաշ ես եղել, որովհետև բանակի ղեկավար ազգակազմը բազմաց բաղված եղել քաղաքականությամբ։ Այսինքն ստեղ դու քեզ ոնց ուզում տաշում ես, դու ինքդ քեզ կծում ես կացու տակ։ Իհարկե դարձյալ չհասկանալով, մի տարական պատճառը, որովհետև դեբիլ ես ապեր, որովհետև դու քաղաքական մարդ ես, դու KGB-շնիկ ես, միջակայություն, որը ուղարկվել է Հայաստանը ոնց, հնարավոր է ցնկի բերելու վերջ։ Խնդիրը դա է։ Դրա համար չես հասկացել։ Շարունակենք։ Երկրի նախագահն ինչ պետք է աներ։ Մեկը բացատրի էլի, հա, բայց երկրի նախագահը ինչ պետք է աներ։ Պետք է ասել գնացեք դեպի 10 հոգու բանեք այդ հասարակ շարքային քաղաքացիներից։ Չէ՞։ Թող դատախազնից բացատրի այդ ժամանակ երկրի նախագահն ինչ պետք է աներ, երբ ձեկուցում էին, որ զինված խումբը քննարկումների մեջ է։ Պետք է հանդիպեի զինվորականների, թե ոչ, եթե չհանդիպեին այսօր կդատեին անգործության համար։ Այսինքն քո առած գործը պետք է լիներ այն, որ Ղարաբաղի առաջնագծից զինվորականների հավաքեր տանգերով բանով բերեին լցնել Երևանի կենտրոն։ Սա քո որոշումն է, քո մաքսիմումներն է։ Սա քո, այսինքն դու ասում ես, որ օրինակ 2020 թվականին, երբ որ Վազգեն Մանուկյանը գոռում էր
տանկերով դեպի Բաքու գնալու փոխարեն Նախևարաճ Երևան եկեք, Աջապայանն ընդերից էր նույն բանը գոռում, ու դուք բոլորը դուրս եք եկել Բաղրամյանը փակել եք մի քանի ամիս, այդ ժամանակ փաստորեն Նիկոլա Հանգիստ կարող էր բոլորին գնդակը արել տալ։ Ու դու չեք այդա կհասկանալ երևի դու չեք Քոչարյան։ Այսինքն քո տրամաբանությունը դրա մասին է, որովհետև դուք գոռում եք բանակ եկեք միացեք մեզ։ Բանակ իջի խառնվի process-ներին։ Սա չէ գոռում։ Դուք այսինքն բավարար ժամանակ ասում եք, դուք ուզում եք ստանաք մարտի 1-ի նման մի բան, որ ասեք այ տեսեք, իրանք էլ են այդպեսին ասում եք Նիկոլինի տաշտանումեը։ Էսեք, բայց չէ, հենց կրկնում ես ինձ։ Հիմա Քոչարյան, որ դու կրկնում ես այն կասկածները հիմնավոր, որով բեր ժամանակին արտահայտել եմ։ Հիմա դու ինչ, բանը Նիկոլին ես պաշտպանում։ Կարա՞մ ես այս նույն բանը քեզ ասել։ Ստեսնում ես Նիկոլին պաշտպանել բան չէ։ Բայց ասածների մեջ պաշտպանելը որտեղ է։ Չնայած որ ես քաղաքացի եմ, ես ուզում կպաշտպանեմ, ու չեմ պաշտպանի հասկանում եք։ Մյուս կողմից չեմ կարծում, որ որևիցե մեկը իմ պաշտպանության կարիք ունի։ Բայց դուք այս դրա համար եք քաղաքացիների ժեղ թուրք ինչ ասես ասում։ Այնիշ մենք դատապարտում ենք հենց սա, ու դուք չէին տա նաև Նիկոլի կատարմամբ դա լինի։ Հասկացա՞ք թե չէ։ Դե հենց չէ։ Հասկանում եմ, բաց ենք ձևակերպում երևի, դու չգիտեմ, հասկանալու խնդիրները հաստատ ունես։ 2008 թվականի փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում Հայաստանի ընդդիմությունը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ցույցային կազմակերպում նախագահական ընտրությունների արդյունքների հետ 2008-ի մարտի 1-ին դրանք վերածվեցին զանգվածային անկարգությունների։ Ոչ, 2008-ի մարտի 1-ին ցույցերը չեն վերածվել զանգվածային անկարգությունների։ 2008-ի մարտի 1-ին ցույցերը ոստիկաններն են վերածել եւ բանը Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան զույգը անկարգություններ մահացու ելքերով անկարգություններ են ձեռնարկել Երևանի կենտրոնում։ Իրենց սահմանադրական իրավունքը իրացնող քաղաքացիների դեմ։ Այս այա ձևակերպումը։ Որոնք վերածվեցին անկարգություններ։ Արամեկ ցեկը դուբինգեկով ընդեղ էին բան ու լավ էր որ բաններ բանակներ տանգերով մանգերով ստեղ լրված էին ու միանգամից մտան փագեցին սա։ Այո լիդա բան ասեք։ Կներ ջան, Նիկոլը էր գարվեդը որն է, այք մի հատ էլ գրի, տվին էլի հողեր էր հանձնելու։ Եթե միտքը ենա, որ Նիկոլը հողեր է հանձնել, նայ, չստացի որ ես պաշտպանում եմ հիմա Նիկոլին, բայց ես այդ մասով նախին վերաբերմունքը գիտեք, բայց այնուհանդերձ, ուրեմն ես ու դու, այք, ես դու 3 միլիոն մարդ լոխ ենք, որ երկրի ղեկավարը հող է հանձնում, հասկացա։ Երբ որ դու ասում ես երկրի ղեկավարը հող ո՞նց է հանձնում։ Նա ինձ ասաց դու այդ հող հանձնելու process-ը ո՞նց ես պատկերացնում, որը ես չեմ պատկերացնում։ Օրինակ, Քոչարյանը հանձնում էր եւ դրա մասին վկայող փաստաթղթեր կան։ Այդ փաստաթղթերը կան։ Հիմա ինձ ասա Նիկոլը ո՞նց է հող հանձնում։ Ու ինչ հող է հանձնել։ Ասա ես բանավոր փորձեմ պատասխանել։ Գրի հայք, մի քիչ արագ գրի, էլի եթե կարող ես։ Այսինքն ինչ խոսույթ է եկել ընկե, ախպեր։ Ո՞նց ասեմ։ Ինչ նշանակում ախպեր հող հանձնել։ Մա ասեք իմանամ, ես չգիտեմ, մա ասա, եթե բան գիտես, ասա իմանամ ախպեր։ Ես չգիտեմ։ Չդառնա պաշտպանում եմ, եթե հանձնել է, ունենք հիմնավորում։ Եթե հանձնել է ու ունենք հիմնավորում, ուրեմն հենց հիմա մենք կարենք Նիկոլին հեռացնենք։ Հենց հիմա։ Շատ արագ։ Որովհետև պետության ղեկավարը չի կարող հող հանձնել։ Ու եթե դա արել է ինչ-որ ձևում եք կարող ենք դա հիմնավորենք, արագ կարենք հեռացնենք, բարձրան չկա դե։ Հիմա ոնց էր, ինչ էր ախպերս 1000 մի բան կա, այդտեղ ցուցանիշները պիտի նայենք, թղթով ու պատերազմով։ Ոչ թղթով, ոչ ախպերս, հայք ջան, արի սենց էլի, արի քեզ մեծ sense բան ասեմ։ Նախ դու մի հատիկ թուղթ չես կարա ցույց տաս։ Սա մեկ։ Երկրորդ պատերազմով, որ ասում ես, դու դրանով իսկապես անարգում ես մեր զինվորների անձնազոհությունը։ Չեմ ասում թե մտածված։ Բայց որ մի քիչ խորը մտածես իմ ասածների շուրջ, կհասկանաս ինչ եմ ասում։ Կհասկանաս, որ իսկապես տենց է ստացվում։ Սխալ բան ես խոսում ո՞ր։ Արի, սենց պայմանավորվենք։ Կիրակի երկուշաբթի ես օֆիսում չեմ լինի, 3 շաբթի օֆիսում եմ, ժամը 2-ից ընդեղ եմ։ Դու սրտացավ ես այդ հողերի համար։ Եթե սրտացավ չես, կյանքում էլ չգրես։ Եթե սրտացավ ես, ես քեզ հրավիրում եմ 3 շաբթի օրը, կտրի, քո աշխատանքային ժամից այ քեզի բան, կտրի։
Քո աշխին եմ, եթե աշխատանքային ժամ անգնի, ինչ չի հետաքրում, ես եմ շատ բգտում իմ աշխատանքից ու իմ ընտանիքից։ Արի ժամը 2-ին Սեբաստիա 37 հասցե, հիմնավորումները փաստաթղթավորված բեր, ու ես քեզ խոսք եմ տալիս, ծանոթանում եմ ասած, եթե այտենց է լինում, հենց իմ գրասենյակից այդում ենք կառավարության շենքի մոտ իրար հետ հեռացնում ենք Նիկոլ Փաշինյանին։ Ասեմ ինչի համար, որովհետև քո ասրո հողերը տվել է, հանձնել է, ընդ որում պատերազմով, զոհերի գնով։ Բա որ ստեղ չես ուրիշ երկրում ես, Հայկ Աբրահամյան ջան։ Ախր ով է քեզ այդ ուրիշ երկրում այդքան բանը պատմել, Հայկ ջան։ Ով է քեզ համոզել դրանում։ Ով որ համոզել է, ով որ Հայաստանում մարդ ունի, ով որ սրտացավ է, այդ հիմնավորումներով թող գա Սեբաստիա 37 հասե 3 շաբթի ժամը 2-ին, հիմնավորումները ցույց տա, ու եթե դրանք լինեն իրական, ես քեզ խոսք եմ տալիս Նիկոլին հեռացնեմ ընդերից։ Համ Նիկոլին, համ ԿՊ-ին, ու օգոստոսի 2-ին կայանալիք նիստը չի հասցնի լինի։ Բայց ես չգիտես ինչի հիմնավոր կասկած ունեմ, որ որևիցե մեկը 3 շաբթի ժամը 2-ին որևիցե հիմնավորմամբ իմ աշխատասենյակի դուռը չի թակի հերթական անգամ։ Այդպես հիմնավորումներ կա, ու Քոչարյանն ու Սերժը վախենում են գնան Նիկոլի հետ, հանրային հեռուստատեսությամբ, այդ ամեն ինչը հիմնավորած, հանրությանը ներկայացնեն ապեր։ Այդ ով է որ մենակ ինքնատեղյակ ու քեզ ասել է էդի։ Որովհետև ապեր սրա մասին գիտենք ես, դու Պուտինը։ Օրինակ։ Դա սրա մասին չեն խոսում, դիտես ունդ ինչեր է։ Այդ ով է։ Այրան, ով որ քեզ այդպես բաներ ասում է կամ ովքեր որ ասում են։ Մի հատ բան պատասխանի, եղբայր, քանի որ Հայաստանում չես, անհրաժեշտ ավելի հեշտ է խաբելը։ Ես ծրտացավ եմ հիմա ու ընկերաբար եմ ասում սա։ Ով որ դա ասում է, ասա տղեկ, եթե դա նման բան ապացող փաստ կա։ Ինչի են խուսափում հանրային հեռուստատեսությամբ ընդունել Նիկոլ Փաշինյանի հրավերը, որը ուղղված է Լևոնին, Քոչարյանին, Սերժին, ու նստեն 4-ով հանրությանը ներկայացրել, ով ինչ քակակ կերել։ Բոլորը բոլորի ներկայությամբ, ոչ թե են էմպաթիցակից են էմպաթիցակից են էմպաթիցակից են։ Մտնային կդես ինչ ասես, մտնային կդեղ են ասես, թե չասես, հետո մի հատ չէ, բոլորը համաձայն ես։ Եղավ ախպեր չան։ Ուրեմն էլ հողը հանձնել բառը մի ասա։ Որովհետև հողի կռիվ անելուց նրանք ովքեր ասում էին հող հանձնեց, ներկա չէին այնտեղ։ Ու մարդիկ կռվեցին այնքան ինչքան կարեն, պաշտպանեցին այնքանը ինչքան կարային։ Կառավարվեցին այնքանով, ինչքանով կկառավարվեին, սա էլ ասեմ։ Առհասարակ, լավ, քանիք երկու բառ ստեղավել ասեմ։ Ես մի բանը չենք ասել։ Ամենավատ բանն է, որ մենք մոտավորապես 4500-ամյա ժողովուրդ ենք, մեր ամբողջ գոյության ընթացքում մշտապես եղել ենք գոյատևման պայքարների մեջ, ու մինչև հիմա չգիտենք պատերազմն ինչ է։ Ով ինչ արել է, փաստացի իրական գետնի վրա հողերը պահել են Քոչարյանը Սերժը, սուտ է ապեր։ Փաստացի Քոչարյանն ու Սերժը հանձնել են հողերը։ Ու ես փաստաթղթեր կարամ բերեմ նրան, ով որ 3 շաբթի ժամը 2-ին կգա Սեբաստիա 37 հասցե իմ գրասենյակ, որ իրանք հողերը հանձնել են։ Փաստացի։ Թղթի տակ ստորագրությունով։ Փաստացի, ոչ թե իմ կարծիքը, իմ երևակայությունը, փաստացի։ Ու ինձ ու քեզ չեն ասել դրա մասին իմիջիալոց, հետո լա շեշտեն, որ հետո բան չլինի։ Լսեք նոր ջան։ Այս գոյատևման պայքարների մեջ մենք այդպես չենք հասկացել պատերազմը ինչա։ Ու ինստիտուցիոնալ մոտեցում որպես այդպեսին չենք ցուցաբերել։ Այո, հերոսական էջերը մեր պատմության մեջ շատ են, բայց մենք ինստիտուցիոնալ չենք մոտեցել դրան։ Մենք ինչի աշխարհը գնում բլիցկրիգային տարբերակի, արագ, մոբիլ, տեմպով, հարվածային խմբեր, թշնամու թիկունք, արագ տեղաշարժվող բաների, ինչի համար է գնում դրան։ Որովհետև ինստիտուտներ են այդտեղ աշխատել ու եկել են եզրահանգման, որ առհասարակ պատերազմի ռազմական գործողությունների մեջ ռազմական գործողության մասնակից է զինվոր, այսինքն 45-ից 50 օր է իր արդյունավետության գործակիցը, որ անընդմեջ կարա գտնվի առաջնագծում։ Այսինքն հետո իրան պետքա շատ արագ փոխել։ Կարելի է բերել երկրորդ գիծ, երրորդ գիծ, հետո էլի տանել առաջ, բայց պիտի ինքը մի բան ապդեյթ։ Մեր պատերազմը տևել է 44 օր։
Այսինքն գրեթե մաքսիմումը այդ ընդունված ինստիտուցիոնալ մասով։ Այն դեպքում, երբ որ դեռ մերոնք պրոֆեսիոնալ զինվորներ չեն, չէ՞, ժամկետային զինծառայողներ դիմացել են այդքան։ Ու ոչ մեկով չի փոխարինվել մեր բանակը։ Երբեք։ Մենք երկրորդ գիծը չենք ունեցել։ Տասնամյակներով։ Հայկ Աբրահամյան։ Իսկ այդ ամենը դեռևս գոյություն ուներ, որովհետև պիտի Սյունիքի մարզը հետը գնար։ Դրա նախապատրաստումներն էին գնում, որը կանխվեց, չստացվեց իմիջիայլոց, դա էլ ասեմ։ Հետաքրքիր է որ երկրում ես։ Չէ, ախպերս թղթով է եղել, ինչ է եղել, հայ զինվորը եղել է գետնի վրա, ֆռծրել է, ինչ է արել, Ռեալ Ղարաբաղը պահել են, հիմա կարող է չենք նայում։ Դու ես կարող ես նայում, ուստի ես փաստերով եմ խոսում։ Սկսենք այդտեղ, ոչ, հողի վրա մերը չի եղել։ Ո՞նց է մերը եղել, ապեր։ Կարես մի հատ փաստաթուղթ ցույց տաս, որ մերն է եղել։ Կարես ցույց տաս, թե չէ։ Ասենք հիմա ռուս զինվոր կա Աֆրիկայում։ Դա նշանակում է Աֆրիկան Ռուսաստանին, նա չէ։ Այսինքն process դեռևս կա, ճիշտ է։ Կամ Սիրիայում, չգիտեմ, տարբեր երկրներից զորքեր կան, Սիրիան այդ երկրներից որևիցե մեկին, նա չէ։ Պետք է process-ներ կան, չէ։ Հիմա մեր զինվորը Ղարաբաղում էր, Ղարաբաղը կարենք ասենք Հայաստանին, նա process-ներ կային, չէ, ու այդ process-ների մեջ գրածա որ տվել ես, ճանաչել ես, տվել ես։ Հիմա դու ինչ ես, ճանաչանը ինչ ես կռիվան։ Մարդա որ հասկանում ես ամեն ինչ, ով այսքան բանը քեզ խաբել ասել, ուղղակի կրկնում եմ, բայց 37 ասցե։ 3 շաբթի ժամը 2-ին։ Ու ես կարող ցանկացած մեկի հետ կարող ուզում ես պրամորը հետ մտնենք իրար հետ հիմա։ Ոտես խոսանոթի դրախտը բեժներ։ Դե գիտես ինչ, բայց սովետական միության ժամանակ նույնպես Արցախում արցախցիներ էին ապրում։ Ո՞ւմն էր Արցախը։ Հիմա այդ քո նույն տրամաբանությամբ ջերմուկի որոշ հատվածում ադրբեջանցիներն են։ Ադրբեջանցիները կարան ասեն դա իրանցն է։ Այդ տրամաբանությունը այդտեղ է բան անում հենց աշխատում։ Ինչ աշխատում ընդեղ են ուրեմն մերն է։ Մեր զինվորը ընդեղ կանգնած էր ուրեմն մերն է։ Դու Ղարաբաղում եղել ես էջաբեր։ Դու եղել ես Ղարաբաղ, դու ծառայել ես вообще։ Բակարակ իմանանք այդ ազատագրած տարածքները ինչի հանկարծ դարձան օկուպացված տարածքներ։ Ինչի հանկարծ այդ ազատագրած տարածքը, որը դարձավ օկուպացված տարածք, հետո դարձավ բուֆերային տարածք։ Հա, հələ որ մարդիկ ընդեղ էին ապեր։ Բայց ո՞նց եղավ միջազգային կոնսենսուս ձևավորվեց, որ հարձակվեն Արցախի վրա։ Որովհետև փաստաթղթերով տանուլ էր տրված արդեն։ Դուք հասկանում եք, որ դիվանագիտությունը, եթե զինվորովը հարցը լուծել է, բայց դիվանագետներին ինչ են դան, մեկ թափեն գետան։ Բայց խեն գնում փաստաթղթեր ստորա, խեն է ծախսանում, գնում նստում, կազմակերպում, բազարանում, չգիտես ինչ անում, խեն անում է ծախ։ Հենա զինվոր դա կանգնած է, վերջացավ, մեր նայել ինչ կա խոսալու, բախեր է խոսալու, Քոչարյանը կամ Սերժը խեն գնում խոսալու, հենա մեր զինվորը կանգնած էր ախպեր, խեն գնում հանդիպում Ալիևի հետ։ Հենա ասա տեսնեմ, էլի քո կարծիքում, հենա ասա, խեր Քոչարյանը կամ Սերժը գնում հանդիպում Ալիևի հետ, եթե Ղարաբաղը նատուրի մերն է, խեր գնում, հենց մի հատ ասա։ Որը չի կարելի տենց այդքանը տենց։ Ինչն են ձեր մոտ տղեկ անջդ է։ Ախպեր Քոչարյանը կամ Սերժը Ղարաբաղը մերն էր, չէ՞ ասում ես, օքեյ, մերն է։ Բա ինչ էին գնում բանակցում։ Թող մուտնել ասում ես հետաքրքիր չի, կարևորը մեր ժողովուրդը մեր զինվորը կանգնած էր, ճիշտ է։ Ահա։ Հիմա ինչ բախ էին գնում բանակցում։ Ինչ էին գնում, խեն գնում։ Մերի համար խեն գնում, ում է ինչ որ մեկ հետ խոսալու։ Հələ ասա տենանք։ Յարես ինչ մտածելով կերպ։ Մի արա, տղեկ, հայք ջան, մի արեք ապեր։ Եթե քեզ թվում է ես չէի ուզի տենց ելներ, սխալվում ես։ Կուզեի տենց ելներ։ Ախպերս, 5 շրջան լսել ես։ Ինչ 5 շրջան տային։ Ասում եմ 5 շրջան տային։ Տես դու ինչքան բան չգիտես ապեր։ Տես քեզ ինչքան են խաբել։ Ինչ 5 շրջան տային։ Որ ինչ, Ղարաբաղը ո՞րն է, մի հատ ինձ կարաս ասած։ Ղարաբաղը քանի հազար քառակուսի կիլոմետր տարածք զբաղացրել։ Մատում ինձ ասա։ 5 շրջանը տային մնացածը պային ինչ է նշանակում։ Ինչ է 7 շրջան տվեց, Ղարաբաղը պահվեց։ Ասեք հետո էր ասել, եկեք 5 շրջանը տանք։ Ինչի դիմաց, անվտանգության, չգիտեմ, անկախության, ինչի դիմաց։ Իսկ կարող է փորձել տեսնել, որ ոչ մի բանի դիմաց։ Իսկ ես կարամ քեզ էդի ցույց տամ, որ ոչ մի բանի դիմաց։ Քիչ պրատ բաներ ես լսել, ախպերս։ 5 չեղենա, 5+2 եղել, բա խի էին տալիս։ Բա մեր զինվորներ կանգնած էր մարդել ապրում էր, խի էին տալիս։ Խիբրիտային, բացպես մերն էր։ Եթե կլսես,
այսքան մարդ ներող կլինի։ Քեզ ասեմ։ Կա չամարոտ։ Լեռնային Ղարաբաղը, որը որ կոչվել է ավտոնոմնի մարզ Ադրբեջանի տարածքում ու որի մասին սկսել է սաղ կինոն, զբաղացնում է մոտավորապես 4400 քառակուսի կիլոմետր տարածք։ Այն մնացած 3000 քառակուսի կիլոմետրից ավելին, այդ կասած շրջաններն են։ Հասկանում ես թե չէ։ Որը որ, պատմական Արցախի մասը։ Հայենիկա։ Հասկանում ես։ Հետո սրանք Կոկոչարյանն ու Սերժը քեզ խաբել են, իրանք ասել են գնում են բանակցենք ախպեր։ Գնաց է բանակցել են ոնց էդի վերադարձնեն։ Հաղթած են եղել։ Հաղթանակը Արունով լծված հաղթանակը տվել ենք ձեռները, իրանք փոխանակ հաստատելու, ռսի հրամանով, այո, ճորտի նման, ամեն ինչ տարել են փակուղի, հասցրել են նրան, որ այս 7 շրջանը տալիս ենք։ Հետո բազարն արեն մեղրիի մասին բաշխի առհասարակ։ Դու հասկանում ես ինչ ես հիմա գազ տալիս ընկեր։ Հետո երբ որ էսի մի շատ են ասում 19 թվականին քո դարձավ թուղթ էր դրվել Լավրովի պլանը, բա գիտես այդ ինչ է նշանակում։ Ինչ է գրած կուրսի ես ապե, բախի կուրսի չես։ Գրած է որ այդ 7 շրջանները պիտի տակ։ Սեղից հարցնում են, եթե 7 շրջանը տալիս ենք, այդ որ ասես 5 է, թողեցի հələ 5 լավ, որ տալիս ենք։ Ինչ երաշխիք ունենք, որ այնտեղի ապրող մարդը շարունակում այնտեղ անվտանգ ապրել։ Գիտես ինչա պատասխանել Քոչարյանն ու Սերժի պապան, տերը, ճորտատերը։ Ոսուլա ոչ մի երաշխիք։ Այսինքն դու ունենալու ես նույն իրավիճակը, որը ունեցել ես 20-ից հետո մինչև 23 թիվը։ Ունեցել ես 7 շրջաններ տված, Արցախցին ընդեղ իր բուն ավտոնոմի տարածքում, ռուս խաղաղապահներ երաշխիքով գլխներին կանգնած։ Ինչ է եղել։ Ինչպեսին նա եղել ելքը։ Այսինքն դու ինչ ասես էդի պետք է շուտ անենք։ Իսկ եթե շուտ անենք, կարող է 5 միլիարդի զենքը, որ մենակ մի գնումով առել էր, Քոչարի խոսք տված մեղրի գլխին թափել ու հիմա բաշխի Սյունիքը չունենայինք։ Կարող է թե չի կարող։ Ընկերս դրա համար խառը խոսալու չէ, եթե դու հետաքրքրված ես Ղարաբաղով, բանակցային փաստաթղթերը հրապարակային են։ Արժի գոնե մի հատ պրոստը։ Ես չեմ ասում կարդաս ամեն ինչ հասկանալու ես, ես ինքս կարդացել շատ բաներ, որտեղ քաղաքական լեքսիկոն է։ Բնական է, որ ամբողջ ուզած չենք հասկացել։ Բայց այն խորքերը, տողատակերը բան։ Դրանք արդեն վերլուծելով, լսելով, խոսալով, հարցեր տալով հասել ենք դրան։ Բայց փաստաթղթերը հրապարակային են, կարդա, արիք խոսենք։ Եթե մի բանը քոնն է, ասենք հիմա ես մայքես իմն է, ինչ-որ մեկի հետ ես կմտնեմ բանակցության, թե ոնց ես մայքես տամ իրան, չէ, չէ, եթե Ղարաբաղը մերն է, գնենք ինչ են բանակցը, նեսոր ընգեր, էդի տենց չի էլի, հրապարակային փաստաթղթեր են, կմտնես մատ կկարդաս, մյուս եթերին կարանք մի կրուգ էլ զրուցենք, բայց եթե քեզ հետաքրքիր են հարցերի պատասխանները, ոչ թե սուգուբը հարց տալը, ես հետաքրքրված եմ, որ դու լսես պատասխանները։ Այն ինչ որ գլուխ կանեմ, ինչա չեք ասում ապեր, էդի հələ այդքան չեմ ջոգել, այդքան չեմ խորացել։ Անկեղծ կասեմ։ Բայց դու հարց չտաս պրոստը հարց տալու համար։ Կկարդաս, ինչը հետաքրքիր է, գրենք միասին ասենք գրով, ինչ կա։ Կաղանենց հարցած, որ իսկապես ինձ մոտ է դա հարց դառնա։ Ինչ իմանամ, չգիտեմ։ Բայց ես հետաքրքրված չեմ քեզ խաբելու, մանիպուլացնելու, ինչ որ բանում համոզելու վրա, բացարձակ։ Ես հետաքրքրված եմ, որ մենք հասկանանք։ Լավ ախպեր ջան։ Մանավանդ որ Հայաստանում չես։ Իսկ ես շատ լավ գիտակցում եմ Հայաստանում չգտնվող հայերի համար ինչքան կրկնակի երրակի հնգակի անգամ դժվար է ըմբռնել թե իրականում Հայաստանում ինչ է կատարվում։ Որովհետև ավելի շատ է մանիպուլյացիան դրսում։ Մանավանդ զարկերակներ չեն զգում, դե երկրում չեն, ասենք մենք եթե ինչ-որ մի բան չնկատենք, չլսենք, լավ գոնե հայատը մեկի հետ կշփվենք։ Ձեր մոտ ես հասկանում եմ, որ ավելի այդ մասով այլ է։ Այնպես որ կարանք զրուցենք, բայց մի հատ ընթերցի բանակցային ոչ փաստաթղթերը բոլորը հրապարակային են։ Ու պատասխանի այդ 2-3 հարցերին։ Ինչի Քոչարյանն ու Սերժը չեկան Նիկոլի հրավերքին, փախան, բայց պարտի ցակերից շարունակում են մեղադրանքներ հնչեցնել, թող գան դեմոկրաններ հնչեցնեն Արենը, որ ես էլ տենամ։ Այդ ես եմ պահանջ ներկայացրել, որ բոլորդ եկեք նստեք։ Ես ինձ նման քաղաքացիները։ Ու Նիկոլան տունել ասում է, օքեյ, հարային պահանջը, եկեք, ես պատրաստ եմ։ Նիկոլը համաձայն է քո ասած հող տվողը։ Այ հող տաղները ոնց որ համաձայն չեն։ Մի տեսակ չես ժողովուրդ է մի բան ինչի ախպերս։ Դուք մի բան չէ, ես լավ եմ, լիքը բան ինչի։
Լավ, ամեն դեպքում մերսի ինգեր, մերսի ես հարցերի համար, որտեղ ոնց որ վերադարձանք մի հատ էլի դրան, ժամանակ առ ժամանակ պետք լինում է, երևի վերհիշել ինձ էլ է պետք լինում, հիշել մարդկանց էլ է պետք լինում, հիշել Մուրադ ջան, ցավը տանեմ, մեկ, Մուրադը ասում է գնա ջան, քո փաստերն էլ միանշանակ չեն, Մուրադ ջան, կարամ ընդունեմ, կարամ չընդունեմ, բայց արի օրինակ, ասենք թե ընդունեցի, թող միանշանակ չլինեն, բայց մի բան հաստատ է, բոլորիս աչքի առաջատեղի ունեցել, ես ինձ նման շատ քաղաքացիներ, 2021 թվականներին, երբ որ շատ էր շահարկվում ես ամեն ինչը, պահանջ էինք ներկայացրել, օրական դրա մասին խոսում էին, որ 4-ը պիտի նստեք ու խոսակ թե Ղարաբաղի թեման էս ինչ էր, 4-ը մի տեղ, իրար հետ կվիճեք, իրար կլսեք, չեք լսի, բայց 4-ը մի տեղ պիտի լինեք, ու մենք պիտի տեսնենք, անցավ սրանից որոշ ժամանակ, Փաշինյանը, ասեց ախպեր, ես պատրաստ եմ, ինձ ինչ եք ուզում, ուզում եք ես նրանց հրավիրեմ, հելա ասաց 3 գիտեք հրավիրում եմ հարային հեռուստատեսություն, եկեք 4 օր, նստենք ես հանրության համար խոսանք, 3-ն էլ չեկան, Всё, հիմա իմը միանշանակ չի, չեկան, ուրեմն չեն կարա խոսան դրա մասին, չեն կարա, բերեն, չգիտեմ, խաչ պաչելով, բան, ոտերներս լվալով, ջուրը խմելով, բանով ասեն սենցա, չեն կարա խոսան, ոչ հանրային, բոլորի առաջ, всё, սա է, պրծավ, և երկրորդ, Արցախի հարցը, թողելի ես միանշանակ ճիշտ չլինեմ, բայց վերջին բանակցող անձնավորությունը, որը եղել է Սերժ Սարգսյանը, Արցախի հարցով, վերջին բանակցողը Սերժ Սարգսյանն եղել, Նիկոլը չի եղել, Նիկոլը երբեք Արցախի հարցով չի բանակցել, վերջին բանակցողը եղել է Սերժ Սարգսյանը, չկա մի հատ փաստաթուղթ, նայեք, որ գնում են բանակցելու Մուրադ ջան, վերջում, ասենք, ես ու դու գնում ենք ինչ-որ բան խոսալու, պիտի օրակարգ ընդգծենք, չէ, որ օրակարգի շուրջ, մենք չենք նստելու ամեն ինչից խոսենք, օրակարգ պիտի լինի, որ արդյունավետություն լինի, երբ որ օրակարգը կա, երբ որ բանակցություն վերջացնեն, անկախ նրանից իրար հետ համաձայնեցին, չհամաձայնեցին, դա արձանագրվում է ու ստորագրվում է, չկա տես փաստաթուղթ, որ Նիկոլի ստորագրություն լինի, ասենք լինի Ալիևինն ու Նիկոլինը, չկա տես բան, վերջինը եղել է Սերժինը, իմ ես Սերժը ելել է դեռ 17 թվականի, 18-ի սկիզբը, Կանել ասել է, Ղարաբաղի բանակցությունները մեղմ ասած լավատեսություն չեն նշնչում, իսկ ավելի ուղիղ ասած, նրանք մտել են փակուղի, всё, սա գիտեք ինչ է նշանակում, եթե բանակցությունները փակուղի են, դա նշանակում է հետևյալը, հեսա պատերազմը սկսվում, всё, հիմա լիդեր կա աչքա, всё, դիմացինը պատրաստ է արդեն դրան, դու հələ պատրաստ չես, դու կարող ես շատ նայեք, Ճապոնիան երբ որ հարձակվեց Միացյալ Նահանգների վրա, այդ բանի ֆլոտի վրա որ հարձակվեց, հետևյալն էր, Ամերիկան ավելի շատ ինքնաթիռներ ու բաներ ուներ այդտեղ, նավեր, բայց ինքը պատրաստ չէր հարվածելու, դրա համար հարձակումը ճապոնացիները լավ ծխին, հասկանում եք, կապ չունի դու ինչ ունես, ինչ չունես, շնայած այս պարագայում մենք չունենք ոչի բան, և պատրաստ չենք զուգահեռաբար դրան, ոնց ասենք էլ, ախպեր, սա ինձ մանրամասն, պետք չի ինչ-որ մեկին անպայման ինչ-որ բանում արդարացնել, պետք չի, դա իզուր գործ է, ինչ կա ռեալ դրած է, հիմա կարող ես մի փաստաթուղթ պակաս ասեմ, մի փաստաթուղթ ավել ասեմ, բայց հաստատ երկիմաստ բան չեմ ասում, գոնե առայժմ հələ չեմ ասել, բայց դու բան ես գրեմ Մուրադ ջան կային կարդամ, իսկ սկզբնական հարցը խեղաթյուրվեց Ղարաբաղի հարցը ակցենտը դնելով տարածքի վրա, այլ ոչ թե ժողովրդի Այո, բա Մուրադ ջան, նայ ցավտան, իսկ սկզբանե հարցը խեղաթյուրվեց Ղարաբաղի հարցը, ակցենտը դնելով տարածքի վրա, այլ ոչ թե ժողովրդի իրավունքների, ԱՄՆ կատեգորիկ կերպով չի ընդունում անջատող, մենակ ԱՄՆ-ն չէ, բայց դες պատասխանը դու գիտես, ախպերս, բայց եմ ասում, Ղարաբաղի հարցը, լավ, եթե պիտի այդ ամեն ինչը խոսանք, եթե դառնում է, որ մենք կրկնվում ենք 5-6 տարի շարունակ, Ղարաբաղի հարցը ծնվել է անվտանգության ու իրավունքի տեսանկյունից, Ռոբերտ Քոչարյանը բերել դարձրել է տարածքային վեճ, ընդ որում տարածքային պահանջատեր դարձրել է Հայաստանին, ոչ թե Ղարաբաղցիներին, դա вообще կրկնակի մի հատ աբսուրդ է, ասենք օրինակ, Ղարաբաղցիները կարող են, չէ, այդ դրա հիման վրա, ասելով ընդունել տալով, որ կա այդ խնդիրը իրականում, անվտանգության ու իրավունքի խնդիրը, դրա հիման վրա պահանջեն անկախությունը ու ստանային ճանաչվեր, բայց այդ հողային պահանջը Հայաստանը մեր Հայաստանի բանակը, պաշտպանության նախարարությանը ենթակա Հայաստանի գենշտաբին ենթակա բանակը կանգնած է եղել Կուբակլուում։ Ոնց բացատրեմ այդ։
Սրանք պրոստը տեղակայումներ չեն։ Սրանք դիվանագիտության մասին է։ Դա է ցույց տվել։ Այսինքն դու աշխարհի հետ կոնսենսուս չես ունեցել։ Նա ունեցել է։ Ու ստեղ դուք ինչ, ասենք ինչ Քոչարյանը չէր գիտակցում դա։ Իհարկե ինքնորոշվող ով է, Ղարաբաղի ժողովուրդը։ Ղարաբաղում ապրող ժողովուրդը։ Բայց մենք ասում ենք չէ աշխարհ, մի րոպե, մենք ենք իրանց տեղը ինքնորոշում։ Այսպեսի բան չկա։ Այսինքն դու դրանով արդեն տվել ես։ Դու դրանով արդեն ասել ես, որ դու ագրեսոր ես, հետևաբար դու պիտի պատժվես։ Ինչքան։ Բաշով ժողովուրդ ջան, ճիշտ ասած, ես չէի մտածում, որ էլի կանդրադառնանք այս թեմային։ Մի ուրիշ բան էլ էի բայ, լավ, էլի թող մնա վաղը արդեն։ Այս երկու թեման թող մնա վաղը։ Ու մենք շտապելու, դեռ ամառը, դեռ խոսալու թեմաներ կան։ Մի խոսքով, ու շատ վատ է, որ մենք ըստ էության Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այ մարդիկ ըստ էության մինչև հիմա եղած լինելով 30-ամյա հակամարտության մեջ, մինչև հիմա չենք տիրապետում գոնե ընդհանրական մտքով փաստաթղթային կամ բանակցային գործընթացներին։ Բայց 100 հոգու պատրաստ ենք մեղադրել, թե ով ինչ արեց, ով ողջ տպվեց, չտպվեց, չգիտեմ ինչ արեց, ինչ չարեց։ Հասկանում եք։ Մենք մինչև հիմա, այ այդքան է մեր սրտացածը։ Մենք զգացմունքներով, բայց աշխարհը տենց չի աշխատում։ Ու մեր զգացմունքներն էլ էլի սարկոցի եղել, էլի արհեստականով ծրած են եղել։ Որովհետև այդ արտաքին ուժերը գիտեն, որ մենք զգացմունքային ենք։ Ու մինչև հիմա մենք այդ թեմայի մասին խոսում ենք, չենք վերջացնում։ Ժողովուրդ, մենք մինչև այսօր մեր հետաքրքրությունը Ղարաբաղի մասին, մեր հայրենասիրությունը գիտեք ինչքան է եղել։ Այնքան, ինչքանով որ հիմա մենք տեղյակ ենք, թե գոնե հիմա, թե այդ բանակցային փաստաթղթերում ընդհանուր առմամբ ինչա գրված։ Մեր պետականամետ քաղաքացի լինելը գիտեք որքան է սահմանը։ Որքանով որ ամեն մեկս գոնե մի անգամ աչքի տակով անց են կացրել սահմանադրությունը։ Սա է, ու պետք չի ընկնել այս կողմ, այն կողմ, սա է, ստեղից է սկսվում։ Այնպես որ եթե դեռ չեք կարդացել, բարակ գիրքա կարդացեք, կամ հեսա կա հավելվածը գցած է, TikTok նայելու տեղը կարելի է մի անգամ, գոնե են բաները, որոնք վերաբերվում են քաղաքացուն ու պետությանը կարդալ, կան այնտեղ մի քիչ այլ հոդվածներ, որոնք կարող եք չնայել կամ ընդհանուր առմամբ պետք է մի անգամ հասկանանք ինչի մասին է։ Որ երբ որ հեսա սկսեն հանրային քննարկումները հանրակրվեի հետ կապված, գոնե հասկանանք ինչի մասին են խոսում։ Այո, 1920 թվականին այդ դրա համար մշտապես Ռուսաստանը մշտապես ընկալել է Արցախը Ադրբեջանի կազմում, եւ մենք մշտապես Ռուսաստանին ասել ենք քեզ էլ ինչա պետք է տանք, մենակ թե Հայաստանն էլ թող քո կազմում լինի։ Բա կներեք էլի, ինչ նշանակում 00 շրջաբերականը դաշնակների։ Ինչ է նշանակում։ Լավ, ժողովուրդ ջան, թույլ տվեք երևի թե այսքանով եզրափակենք այսօրվա եթերը, այն երկու թեման ոչինչ։ Կարծում եմ մինչև վաղը շատ հնացած չի լինի։ Վաղը անդրադառնանք Իրաքի, հանգիստ սրտով կզրուցենք։ Կարող է դաժե ցերեկը մի ամիջ որոշեմ մտնեմ, չգիտեմ, խնդրեմ ուշադիր լինեք։ Շնորհակալություն եթերին այս ժամին միանալու, եթերը դիտելու, ձեր գրառումների բոլոր նրանց Հարութ ջան, Մուրադ ջան, շնորհակալություն ձեզ, ժողովուրդ ջան, շնորհակալություն։ Այսպես գրագետ, կիրթ սիրուն ձևերով իրար հակադրվելու, իրար հետ զրուցելու, մյուսի համար։ Շատ շնորհակալ եմ։ Այսպես շատ լավ է, բայց եկեք ամեն անգամ ճիշտ ենք 0 աստիճանին, էլի։ 1-ից սկսենք, 2-ից սկսենք, արդեն հասկանալով թե ընդհանուր առմամբ խոսքը ինչի մասին կարող լինի։ Լավ մնացեք, ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք։ Բարի գիշեր ձեզ։